Հարգելի դիտորդ, ես ուզում եմ խոսել այն տեսակի մասին, որ փորձում են իմ էջի տակ ինձ հունից հանել, որ ես պատասխանեմ իրենց, բայց ես շատ կոռեկտ կլնեմ, իմ դիրքերից չեմ իջնի և էլի գոհ եմ ու շնորհակալ եմ իմ ուժերին, որ իրենք այսպես մեկ ձեռքի մատերի վրա կարող եմ հաշվել այդ տեսակին, որ գալիս են ու փորձում են ինձ հունից հանել իրենց մեկնաբանություններով։ Դուք այն խավն եք, որ երբ որ ձեզ ասում են ինչի դուք պետք է ասեք ադրբեջանցին որտեղ գա նստի, դուք ծափահարում եք։ Դուք այն մարդն եք, որ երբ խոսվում է զոհերի թվի մասին, պլյուս մինուս դուք դարձյալ ծափահարում եք։ Դուք այն մարդիկ եք, որ երբ որ ձեր պատմության միջից հանում են եկեղեցու պատմությունը, Հայաստանի պատմությունը, Արարատի պատմությունը, ուրանում են Եղեռնը, դուք դարձյալ ծափ եք տալիս։ Երբ որ ձեզ ասում են, որ պետք է բացվի սահմանը, պետք է ապրենք հաշտ, համերաշխ, դուք էլի ծափ եք տալի։ Դուք ծափ տվեցիք նաև այն ժամանակ, երբ որ Արցախը հանձնվեց, երբ որ Շուշին հանձնվեց, երբ որ Դադի վանքը հանձնվեց, դուք այդ տեսակն եք։ Դուք դրա համար այդ խնդիրների մեջ դուք դա ողջունում եք և ծափ տվող եք։ Դուք ձեզ հայ կոչելու իրավունք ունեք, թե չունեք, հələ մի հատ մտածեք։ Իհարկե ձեր մեջ կան նաև մարդիկ, որ մի քիչ ուղեղ ունեն, ռիսկ չեն անում, չեն համարձակվում ինչ-որ բաներ գրել, թերթում անցնում են կամ բողոք են գցում անցնում։ Դե իրենք ավելի խելամիտ են, որովհետև հասկանում են, որ չի կարելի իմ տեսակ մարդուն հունից հանել։ Դա կարող է շատ վատ անդրադառնալ իրենց կյանքի, իրենց հարազատների և իրենց ապագայի վրա։ Բայց կան լրիվ հարթ ուղեղ, որ իրենք չեն մտածում ինչ են գրում, որ չեն մտածում, թե ոնց կարան այսպես իրանց մզցնեն այդ գրելու համար, հենց այդ բառերի համար, հենց այդ անշնորհք անվայել պահվածքի համար, չնայած դուք ուր, մակարդակը ուր։ Դուք այն մարդիկ, որ հանգիստ կարաք մուղամը միացնեք ու լսեք, ադրբեջանական, թուրքական երգերը լսեք, ուրախանաք և նյութեր տեղադրեք։ Դուք այն մարդն եք, որ կարող եք ծափ տալ այն ժամանակ, երբ որ կենդանի է մահանում, այդ կենդանին այո, ես ասում եմ մահանում, որովհետև եթե ինքը ավելի շատ, այսպես ասեմ, բանականություն ունի իր կենդանի լինելով հանդերձ, քան դուք։ Այստեղ տեղափոխություն կա, բնազդը ձերն է, բանականությունը կենդանունն է։ Դուք այն մարդն եք, որ կարող եք շատ մեծ բարերարի, այսպես գետին գցելու համար ծափահարեք։ Դուք այդ տեսակ մարդիկ եք։ Երբ որ ստորացնում էին ձեր գեներալներին, երբ որ ստորացնում են ձեր ազգի մշակույթը ներկայացնող դերասաններին, երգիչ-երգչուհիներին, դուք կարողանում եք նաև ծափ տալ այդ ժամանակ։ Երբ որ պատերազմ գնացած, հողի համար պայքար տված տղուն ձեռքերը ոլորում են, տանում են բաժին, դուք կարողանում եք ծափ տալ, ուրախանալ։ Դուք այդ խավն եք, բայց ես հիմա ինչ եմ ուզում ասեմ։ Դո ես մեծ խոշոր պլանով թքած ունեմ ձեր վրա։ Հələ այդ հարցը ձեր մեջ հայի գեն կա, թե չկա։ Ուստի այդ որ գալիս գրում եք, բայց չեք մտածում, որ հազարապատիկ հարվածը այսպես ձեզ անենց է շպրտելու, որ ձեզ չի գանկեն պատին է հելնելու, բայց չեք վախենում։ Ես իմ պարտքն եմ համարում ձեզ զգուշացնել, այնքան ուրախ եմ, որ շատ չեք, ես տեսնում եմ ուրիշ էջերում ինչ է կատարվում, երբ որ ձեր կուռքից են խոսում։ Էլի ես նայում եմ իմ էջին ու հասկանում եմ, որ բա ոնց, էն էլ ինչքան կգրեին, բայց վախ կա մեջները,
նշանակում է մոտավորապես գիտակցում են, թե իրանք որտեղ են։ Իսկ ես խոսքս այդ անգիտակից, այդ իրանց սենց չվախեցողի տեղ դնողների համար ես ասեմ, որ ձեր համար շատ վատ է լինելու։ Դուք ինչ չեք կարա հունից հանեք, սա ուղղակի զգուշացում, որ հետո ես ինձ չնեղվեմ, էլի չասեմ, այ մարդ դե մի հատ զգուշացնեի, մարդը ինքը հասկանային, էլի եմ ասում, միլիոնավոր դրական մեկնաբանությունների մեջ մի հատ այսպես էլի ինչ որ չափի մեջ զգում ես, որ վախ կա մեջը, փորձում է ուղղակի այսպես ինձ հունից հանել։ Չի ստացվելու։ Դուք ձեր կաշվի մասին մտածեք ուղղակի։ Շատ վատ է լինելու։ Չի կարելի իմ էջի անշնորհ ձևով պահել, կոռեկտ չլինել, էթիկայի կանոնները չպահել, դա իմ էջի համար չի ասված։ Դուք կարաք դուրս գաք որպես հայը հայի դեմ, դուք այդ տեսակն եք։ Դուք կարաք տարբերություն դնեք արցախցու ու հայի մեջ։ Դուք կարաք ձեր հողերը չհամարեք, որ ձերն է։ Ընդհանրապես չհետաքրքրվեք ինչ է կատարվում։ Ոչ մի բան այս ժողովրդի, այս ազգի համար չարած այսպես մեծ հաչակ։ Այդ չեք դուք։ Բա ես ոնց կարամ ընդունենք ձեզ ինչ որ բանի տեղ դնեմ, կամ ինչ որ բանից տեղ դնեմ, ոնց կարամ։ Հիմա ես ձեզ ինչ էլ ասեմ, քիչ է ձեր համար։ Ես հերթով ձեր էջերը պահելու եմ իմ մոտ։ Երբ որ ձեր կուռքը այլևս չլինի, հերթով պատասխան եք տալու, հերթով, որպես ազգի դավաճաններ։